Բարի երեկո, Արմատ մեդիայի եթերում կուլիսային փոդքասթն է, այսօր ես զրուցելու եմ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի հետ։ Պարոն Շարմազանով, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ուրախ եմ, որ զրուցելու հնարավորություն ունենք եւ առաջարկում եմ բաց եւ անկեղծ զրույց ունենանք, ինչպես իհարկե միշտ։ Պարոն Շարմազանով, սկսենք ձեր ընդհանրական գնահատականից, ստեղծված իրավիճակի, հետընտրական գործընթացներին, այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ընդդիմադիրների շուրջ, այս պահի դրությամբ առավել եւս Գագիկ Ծառուկյանի շուրջ, եւ նաեւ դա կարող է դոմինոյի էֆեկտով նաեւ ազդել մյուս ընդդիմադիրների վրա։ Գնահատականը։ Նախ իմ գնահատականը հետևյալն է, որ տեղի ունեցել ընտրություններ, որոնք հավասար, արդար, ազատ պայմաններում չեն եղել, իշխանությունը ունեցել է շատ լուրջ ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում, ուժային կառույցների կիրառում, ապօրինություններ, այդ ընթացքում նախընտրական պրոցեսը չմոռանանք, որ գլխավոր ընդդիմադիր ուժի ղեկավարը տնային կալանքի մեջ էր։ Այդ ընթացքում այլ ընդդիմադիրներ կալանավորվեցին եւ այդ վախի մթնոլորտում գնացինք ընտրությունների։ Եվ բնականաբար դժվար էր այդ իրավիճակում ակնկալել, որ ընդդիմությունը նման անհավասար խաղի կանոններում կարող է հաջողություն գրանցել, որովհետեւ եթե դու մտնում ես ֆուտբոլ ես խաղում, 5 գոլ խփում ես, 5-ից 4-ը Սուզյան չի հաշվում, բայց նրանք 10 գոլ են խփում, 10-ն էլ խաղից դուրս վիճակից են ու հաշվում են, այդտեղ այդ հավասար պայմաններում բարդ է։ Պլյուս դրան գումարենք նաև արևմուտքի աննախադեպ աջակցությունը։ Դու գիտենք սա գին ունի, սա Հայաստանի ինքնիշխանությունն է։ Ես երբեք չեմ հիշում, որ Ֆրանսիայի ղեկավարը, Միացյալ Նահանգների ղեկավարը, պետքարտուղարը, ես չգիտեմ, փոխնախագահը բացահայտ մտնեն Հայաստանի ներքին գործերի մեջ եւ իրենց աջակցությունը հայտնեն թեկնածուներից մեկին, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին։ Ընդ որում Ֆրանսիայի նախագահը հիշենք էլի, որ ասաց ժամանակին 8 տարի առաջ մենք չէինք կարող ասես չէին կարող գալ Հայաստան, չնայած մոռանում է, որ տեղի ունեցել նախագահ Սարկոզիի պետական այցը Հայաստան, այն Ֆրանսիայի հրապարակում Ռոդենի արձանը հենց նախագահ Սարկոզիի նվերն է նախագահ Սարգսյանը, այսինքն Հայաստանի մեծ միջոցառում, հենց Ֆրանսիայի հրապարակ, բա որ չէի կարող գաք, պարոն Մակրոն, բա Երևանի կենտրոնում, օպերայա մերձ հրապարակը, ինչ էր քոշու Ֆրանսիայի հրապարակ, սա մեկ, երկրորդը, այո, նաև Ժակ Շիրակն էլ պետական այցուն ունեցել, կարծեմ 2001 թվականն էր, 2015 թիվ ենք ունեցել Ցեղասպանության 100 տարելից, որտեղ Ֆրանսիան ներկայացրել է նախագահ Ֆրանսուଆ Օլանդը, նույնիսկ Ծիծեռնակաբերդում ելույթ է ունեցել, եւ Մակրոնի նման հայտարարությունները ոչ այնինչ են քան ցինիզմ, եւ դրա համար նա ուղիղ մասնակցել, ոնց որ Նիկոլի շտաբի պետ ելներ, կամ Նիկոլի արտաքին կապերի վարչության պետ, էլի, դա Եվ այդ պայմաններում շատ բարդ էր։ Հիմա ինչ անում, հիմա ռեպրեսիա անում, անայի ջան, ոչ մի նորմալ։ Ձեր իշխանության օրոք, մի քիչ շեղվեցինք թեմայից, բայց ոչինչ ազատ զրույց։ Ձեր իշխանության օրոք, որ այս ամեն ինչը լիներ, ասենց մտնեին ընդդիմադիր առաջնորդին, մենք դեռ իհարկե ես ուզում եմ զուգահեռները անցկացնենք։ Մեր իշխանությունը սրա մի տոկոս տարել, 18 թվին մեզի մերժել են։ Մենք սրանց մի տոկոսն ենք արել, լավ, թող 5% տարածել ենք ամենաշատը։ Չէ, ժողովրդի մերժել է մի կողմ, ես արևմուտքի մասին։ Արևմուտքի կողմից եմ ասում, արևմուտքն էր, որ ԵՄ դեսպան Սվիտասկին շնորհավորանքները չէր բերում, որ բացահայտ իր գրքում արդեն ցույցատալի իր աջակցությունները հայտնում ընդդիմությանը։ Մեր մոտ մեր ժամանակ դեռ խառը, մեր ժամանակ որ ազգային ժողովի փոխնախագահ է միկրոֆոնը 2 անգամ ըստ օրենքի անջատում էր, կարող ամբողջ արևմտյան կառույցները սանկցիայի տակ մտցնեին ինձ։ Էլ չեմ ասում, որ ինչ քաղաքական բանտարկյալի մասին։ Մենք 2008-ի մարտի 1-ից հետո Հայաստանը եղել է մոնիտորինգի տակ, ԵԽԽՎ-ն Բանաձևի դեմ ընդունում էր մեր դեմ։ Այն պրես կոդ կոլոմբը սա օրը գալիս է ինչ է։ Բա հիմա ուր է։ Քանի քաղաքական բանտարկյալ ունենք։ Բազմաթիվ։ Մարդ արդեն վախենում է մեկի անունը տա, որ մյուսի անունը հանկարծ չմոռանա։ Համատես կուսակցություն չկա, որտեղ քաղաքական չկա։ Մեր կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյան երկրորդ անգամ արդեն կալանավորված։ Եվ բայց դեռ զարմանալու բան չկա։ Ես զարմանում եմ, որ զարմանում են մարդիկ։ Նիկոլ Փաշինյանը ի տարբերություն 21-ի քարոզարշավի Անահիտ ջան, 26-ի քարոզարշավին ունենալով հենց արևմուտքի աջակցությունը,
Բաց այդ ինքը ասեց, որ սատկացնելու է, կզսնելու է, բոմժա սարքելու, կալանավորելու է, տունա խլելու եւ հիմա ավելին վերջին միտինգի ժամանակ էլ իրանցից մեկը ասեց, որ եւ Նիկոլի ներկայությամբ, որ վենդետա լինելու է։ Եվ ես գիտեմ, որ դու շատ փայլուն ուսանող ես եղել, նաեւ փայլուն մասնագետ ես, ու շատ լավ գիտես, որ բոլշևիկյան ժամանակաշրջանում կարմիր տերոր եղավ։ Դե սա էլ նեոբոլշևիկյան ռեպրեսիաներ են ինչ տարբերություն։ Այսինքն առաջ հանրապետության կործանումից հետո բոլշևիկները Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում, բայց մենք Հայաստանից խոսենք։ Հայաստանում միայն 1600 բանակի սպա կալանավորություն հետո դրանցից մի մասը սպանվեց։ Առաջ հանրապետության երևելիներին, ով որ մնաց կալանավորություն սպանեցին, ով որ չէ Հայաստանից գնացին։ Հիմա որ բոլշևիկների հետ հայմատությունը անում եք։ Նույն բանն են, էլի։ Չէ, հիմա որ ասում են, դե ընտրվել վերջացել է, այդ ինչին է պետք է ռեպրեսիաները։ Փաստորեն միջև վերջ պետք է իշխանությունը պահելու համար, այդ սովետական երկաթե վարակույրով։ Չէ, խնդիրը տոտալիտար համակարգը սովետի հետ չի միակ, ինչի լիքը կան արևմուտքում էլ պակաս տոտալիտար համակարգեր չեն եղել, ավելի շատ։ Հələ սովետը ունեցել է նաև լիքը Զարթոնքի շուրջ։ Հա, օրինակ նույն մեր ազգային զարթոնքը 1965 թվականը եւ 59 միակ հետո 68-ին Սարդապատի ճակատամարտի 50-ամյակը, դες ինչ ուշահամալիրներ ենք սարքել 43 թվականին ազգային ակադեմիա ստեղծվել, մեր ազգային գործիչների գրքերի հրապարակում, Ռաֆի գրքերի հրապարակում, Չարենց, ասինքն դա դուրս շրջանել է եղել, նես չի որ մենակետ ենք ասում, բայց որ ասենք ընտրվել է Պրծելա չի ինտերվել պրծելա նայի ջան, այստեղ է հենց ամուղ գլխավոր ֆիշկան։ Նիկոլ Փաշինյանը Ալիևից լսել է շատ կարևոր կլյուչևոր նախադասություն։ Մինչև սահմանությունը չփոխվի, խաղաղության պայմանագիր չի լինելու։ Հիմա Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը սահմանություն փոխելն է։ Ինքը սահմանությունը որպեսզի փոխի, ինչ պետք է անի։ Պետք է ընդդիմության առաջնորդներին գլխատի, ինչպես ինքն է ասում, կալանավորի, մյուս կողմից վախի մտցնի, որ կարողանա պարլամենտից մի քանի իրան պակասող падգամավորը բերի, որ սահմանության նախագծի տակ կնոմքեն սեղմեն, եւ երկրորդը, եթե ընդդիմությունը գլխատված վիճակում անում կամ թուլացած վիճակում անում, այդ դեպքերում էլի նույն ռեպրեսիաներով, նույն ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումով սահմանությունը անցակացնում։ Ու ասում է պարոն Ալիև ամեն ինչ արված է։ Առանց ընդդիմությանը գլխատելու է ձեր ասած մի քանի հոգուն գողանալ չի ստացվի։ Ոչ, շատ բարդ է։ Վտանգը մեծ է։ Դե կարող է տեսականորեն շատ բան ստացվի անջան, բայց ակնհայտ է որ Նախկին խորհրդանում երկու ֆրակցիաներում տեսանք Իշխան-Զաքարյանը ձեր ֆրակցիայից էր, Գեգամ Նազարյանը Հայաստան դաշինքից էր, հələ փոքր ֆրակցիա։ Այն ժամանակ ուրիշ էր, այն ժամանակ ուրիշ էր, այն ժամանակ ուրիշ էր, այն ժամանակ ինքը համադրական մեծամասնություն ուներ, խնդիր չուներ։ Հիմա ինքը խնդիր ունի ամեն ինչ անելու, ասա մեկ, երկրորդը ես sense վճռական ռեպրեսիաների գնացող Նիկոլ դեռ չեմ տեսել։ Եվ sense հիասթափված անդիմության ընտրազանգված։ Ոչ թե հիասթափված, այլ sense շվարած, նոուդաունի մեջ է։ Մենակ ընտրազանգված, թե նաև հիասթափված ու շիվարած անդիմություն։ Դե գիտեք, անդիմությունը շատ բազմաշերտ է։ Եթե մեզի նկատի ունենք, մենք ոչ վայացենք, ոչ այդ բաներ։ Չէ, ձեզ նկատի չունենք, կարող մեզ էլ նկատի ունենք։ Ձեզ կհասնենք, նկատի ունենք մասնակից ընդդիմություն։ Դե մասնակից ընդդիմությունը իրանք ասել են մենք գնալու ենք, հաղթելու ենք։ Հիմա չի ստացվել։ Այսինքն իրանց համար էլ էր անսպասելի։ Ես իրանց հետ չեմ խոսել, ես իրանց հետ չեմ խոսել, չեմ կարող ասել, ամենայն դեպս իմ մոտ այնպեսի տպավորություն է, որ շատ որ հիասթափված են։ Որոշ չէ, հա միգուցե էլի, բայց դու քաղաքականության մեջ պետք է շատ բան հաշվի առնես, հա, եւ ականջիտով որ հաճելի բան ասում, չպետք է լսես, էլի քաղաքական առաջնորդի թիվ 1 խնդիրը պետք է լինի իրան շատ գովացողների մի քիչ իրանից հեռու պահել։ Ու դա եղել է բոլոր խնդրեմ, շատերից խնդրեմը, ոչ միայն ընդդիմության, այլ նաեւ երբ որ իշխանություն են եղել։ Սերժ Սարգսյանի խնդիրը դա չէր։ Ոչ, չէ, Սերժ Սարգսյանի խնդիրը աշխարհաքաղաքական իրավիճակն էր։ Եվ լիքը խաղացողների պայքարը հենց Սերժ Սարգսյանի իշխանության դեմ, որոնք չէին հասկանում, որ Սերժ Սարգսյանին գցելով տվյալ դեպքում Հայաստանի շահն է զրոյանում։ Ես այն ժամանակ երբ որ 18 թվականին
պայքարել եմ, շատերի մոտ միգուցե դա անցալելի չէ լինի, կմտածեն դե Սերժ Սարգսյանի թիմի ներկայացուցիչ է, հանրապետական է, իր աթոռը փոխնախագահ, իր աթոռի համար կռիվ է տալիս, բայց հավատացեք, վերևն Աստված ներքև մենք вообще դե աթոռը կապ չունեցել իմ համար, դե պետության խնդիրն է եղել։ Դե եզակիներից էիք, բան Շարմազանը, որ մնացիք, չէ, որ մնացիք միջև վերջ։ Բա հիմա դուք ասում եք Զաքարյան Արտակը, Աշոտյան Արմենը, Բաղդասարյան, Վահրամը լիքը մարդիկ չեն մնացել։ Դե դրա համար չեմ ասում եզակին եք, ասում եմ եզակիներից եք, նրանց է նկատի ունենալ, բայց ժամանակին Սերժ Սարգսյանի թիմը ՀՀԿ-ն ինչքան մեծ էր, ժամանակին Նապոլեոնին ամբողջ Ֆրանսիան էր ծափարում, բայց վերջում որ Նապոլեոնին Էլբա հետո Սուրբ Հեղինեին տանում, կողքը մարդ չկար, հետ էլ կա։ Ոչ առաջինն են, ոչ վերջինը։ Պարոն Շարմազանով, այս ներքաղաքական իրավիճակին դեռ կանդրադառնանք, բայց որ արևմուտքից խոսեցիք, ասիկայի մեր ժամանակ էսպես այնպես։ Ձեր ժամանակ այն որ ընտրություն ունեիք ասոցիացիան համաձայնագիր ԵՄ-ի, թե ԵԱՏՄ, Մաքսային միություն եւ այլն, արևմուտքից ինչ որ առաջարկներ եղել են, որ եկեք մեզ ընտրեք Ռուսաստանից անկախացեք մենք էլ ձեզ այդ կարտ բլանշը կտանք։ Ինչ կարտ բլանշ։ Դե հիմա ինչպես ասում եք Նիկոլ Փաշինյանին են այդպես Նիկոլ Փաշինյանին տեսեք ամեն ինչի վրա աչք կապում իրավիճակը շատ տարբեր էր մեր ժամանակ կար հայկական Արցախ եւ մեր իշխանության կարմիր գիծը նախագահ Սարգսյանի արտգործնախարար Նալբանդյանի Էդուարդ Շարմազանի որպես ազգային ժողովի փոխնախագահ կարմիր գիծը եղել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ու ամբողջ աշխարհը գիտի Սերժ Սարգսյանը բազմաթիվ հարցազրույցներ ունի բազմաթիվ որտեղ ու հրապարակային ոչ թե Երևանում որտեղ մարդը էլ Աստանայում ԵԱԿ գագաթնաժողով, էլ Ստրասբուրգ, էլ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա Նյու Յորքում ելույթ, էլ Պուտինի հետ Մոսկվայում ասուլիս 16 թիվ օգոստոս։ Պուտինի հետ ասուլիսին Սերժ Սարգսյանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ ՄԱԿ-ում ասում է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարելի Ադրբեջանի կազմում, նույնը Ստրասբուրգում։ Իսկ մենք ունենք կարմիր գիծ, եւ հետեւաբար մեր բոլոր արտաքին քաղաքական որոշումները կախված են եւ կապված են Արցախի անվտանգության հետ եւ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հետ։ Եվ արևմուտքն շատ լավ գիտի, մենք չենք գնում արևմուտքի մոտ ռուսներից բողոքում, ռուսների մոտ արևմուտքից բողոքում։ Մենք արևմուտքին ընդունում ենք որպես գործընկեր, իսկ Ռուսաստանին որպես դաշնակից։ Եվ չես կարող նույն հարաբերությունների խորությունը ունենաս դաշնակցի եւ գործընկերոջ միջեւ։ Ռուսաստանը մեր դաշնակիցն է եղել գոնե մեր շրջանում Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում այդ հարաբերությունները բավականին խորացել են ինչքան ուզում ատենց անկապ խոսան ես փաստերով եմ ասում Ռուսաստանի հետ են խորացել միանշանակ 2010 թվականին ռուսական ռազմաբազան 49 տարով երկարաձգվել է մինչև 44 թվականը դա խորացում է թե չէ խորացում է 16 թվականին ՀԱՊԿ ռազմավարությունը ընդունվել Երևանի նախագահության շրջանում Սերժ Սարգսյանի օրոք եղել է 2013-ին հայտարարին, որ Մաքսային միություն ենք մտել ու Եվրասիական տնտեսական միություն ենք մտել։ Բա դրանից ենք խորացում։ Դրանից ավելի այդ տիպի մեկ էլ եղել է առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի օրոք, երբ որ ռուսական ռազմաբազայի պայմանագիր ակնկվել եւ 97 թվականին մեծ հայ-ռուսական մեծ պայմանագիրը բարեկամության։ Դրանից հետո դրանից ինչ ավելի կարևոր բան ա եղել։ Ոչ, մեկ էլ եղել է ռուսական ռազմաբազա Տեր-Պետրոսյանը ռուսական ռազմաբազան կնքել է 95-ին, Սերժ Սարգսյանը 2010-ին մինչև 2044 թվականը երկարացրել է։ ԱՊՀ-ի է մտել Տեր-Պետրոսյանի օրոք եւ ՀԱՊԿ, հետո ՀԱՊԿ ԱՊՀ-ի մեջ էր, Քոչարյանի ժամանակ 2002-ին դարձավ առանձին օրգանիզացիա, Սերժ Սարգսյանի ժամանակ 2016-ին Երևանում ռազմավարությունը ընդունեցինք ՀԱՊԿ-ի Եվրասիական տնտեսական միություն մտել ենք։ Մենք շատ հստակ ասել ենք։ Բայց հիմա որ սանք թվում եք ձեզ էլ հակառակը, հիմա էլ կասեն ռուսամետ էիք, դուք խորացրի կախվածությունը Ռուսաստանից, հեռացաք ԵՄ-ից։ Այդ ցավը տանեմ լավ մի վարքյան էլի, ինձ հետաքրքիր չի ինձ ինչ կասեն ռուսամետ է, կարևորը թուրքամետ չլնեմ, սա մեկ։ Իրանք Յանը մարևմտամետն է։ Չեն։ Որտեղ են, իրանք արևմտամետ չեն, իրանք արևմուտքի պատվեր կատարողներն են։ Այդ որտեղ են ռուսամետ։ Մենք Հայաստանակենտրոն ենք եղել։ Մենք հովանավոր չենք ունեցել ոչ Մոսկվայում, ոչ Վաշինգտոնում, ոչ Բրյուսելում, ոչ էլ առավել եւս հրազդան Անկարայում ու Բաքվում։ Այո, Հայաստանը ունի մեծ ընտրություն։ Հայաստանը հիմա էլ եմ ասում, կամ պետք է լինի Ռուսաստանի դաշնակիցը, կամ պետք է լինի ՆԱՏՕ-ի
ոնց ասեմ, սպասարկողը, տվյալ դեպքում Թուրքիայի սպասարկողը։ Հիմա ընտրությունը նայեք։ Որն է ավելի ձեռնտու։ Իհարկե Ռուսաստանը, երկրորդը։ ԵՄ-ի հետ ասոցիացիան համաձայնագիր կնքի։ Բիվարյան հերթով կասեմ։ Հիշում եմ ամբողջությամբ, չէին կարող կնքենք, ես այ գամ։ Ասենք Ռուսաստանի բանը։ Ռուսաստանի դաշնակի բան ենք, հա, ռուսամետ ենք, մենք ռուսամետ չենք, հայաստանակենտրոն ենք։ Ռուսաստանը ինձ 1000 անգամ խնդրել է, որպես ՀԱՊԿ պատվիրակության ղեկավար եւ ՀԱՊԿ խորհրդանական վեհաժողովում, որ Պակիստանը առնվազն 2 անգամ պաշտոնական ամենաբարձր մակարդակով իրանց որ ես դեմ չքվեարկեմ Պակիստանի ՀԱՊԿ դիտոր դառնալուն։ Բայց քվեարկել եք։ Ոչ միայն քվեարկել եմ, թույլ չեմ տվել այդ հարցի մտի բանը։ Օրակարգ։ Այո, եւ նաեւ Խոսրով Հարությունյանը ժամանակ հանձնաժողովի նախագահ էր։ Ու մեր ամբողջ պատվիրակությունը այդ որ Սերժ Սարգսյանի իշխանությունը ռուսամետ էր։ Ու այսօր Սարգսյանի իշխանությունը հայաստանակենտրոն էր։ Արցախամետ էր, Հայաստանմետ էր։ Դե համար դա ոչ մեկին ձեռ չէր տալի։ Հիմա կան ԵՄ-ի հետ կապված ասոցիացիա։ Հա, հիմա բայց հարցը շարունակեմ, որ կնքեիք։ Ռուսաստանը էլ մեր ռազմավարական դաշնակիցը չէր լինելու, ինչ էր տեղի ունենալու։ Բաց մենք մի վարքյան։ Բայց ասոցիացիան փոխարեն սեփական։ Ոչ։ Տեսեք, մենք մաքսիմալ միություն մտնելու որոշումը կայացրենք հունիս-հուլիս ամսին։ Եվ Ռուսաստանը մեր առաջ հարց չի դրել, որ կամ մտնում եք ըստեղ կամ այնտեղ։ Մենք հունիս-հուլիս ամիսներին 2 անգամ Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնիստ ենք արել եւ որոշել ենք անդամակցել մաքսիմալ միությանը, ավելին մի քանի տարի շարունակ Սերժ Սարգսյանը Նա դրա մասին պարոն նախագահան շատ է ասել, փորձում էր համոզել ռուսական եւ եվրասիական միության կողմերին, որպեսզի Հայաստանն էլ դառնա մաքսիմալ միության անդամ, որովհետեւ դա մեր տնտեսությանը մեծ հնարավորություններ կտալ, ինչը տեսնում ենք այսօր, բայց խնդրեմը նա էր, որ մենք չունենք ընդհանուր սահման մաքսիմալ միության որևէ երկրի հետ։ Բայց այդ բանակցությունները տարիներ շարունակ վարվեցին եւ սեպտեմբերի 3-ին հայտարարվեցին։ Մեր ընդդիմախոսները այդ ամեն ինչ շատ լավ իմանալով, մեծ մասը, մի մասը կարող է մոլորության մեջ դնելով միանգամից հայտարարեցի, որ մեկ գիշերվա մեջ մաքսիմալ միություն մտնելու թեզը դա հիմարություն է, դա աղմախություն է եւ դա ոչ մի կապ չունի իրականության հետ։ Ինչ գալիս է դրանից հետո։ Դա այստեղ պայման դրեց Եվրամիությունը։ Մի անգամից եվրոպական կառույցները շատ խիստ գնահատականներ հնչեցրեցին, ասին կամ, Ռուսաստանը կամ մեզ չի ասել, իրանք ասին կամ։ Ազատության ռադիոկայանին Վիգեն Սարգսյանը հարցազրույց տվեց, ասաց, որ մենք պատրաստ ենք քաղաքական մասը անել։ Եթե տնտեսականով իրենք դերում են խնդրեմ կա, մենք քաղաքական այդ բոլոր բարեփոխումների ինստիտուցիոնալ պատրաստ ենք անել։ Այնտեղ էլի խիստ գնահատականներ տվեց, բայց ես մի օր հետո ես հարցազրույց տվեցի եւ ասացի, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում ոչ թե վերջակետ է, այլ ստորակետ է։ Շարունակություն լինելու է։ Եվ դրանից հետո եվրոպական կառույցներից շատ արդեն այցելություններ եղան Հայաստան, բանակցություններ եղան եւ մենք ազիոտի վերջին 18-ին արդեն սեպան ստորագրեցինք։ Այդ սեպան էլ է մեր օրոք եղել, Սերժ Սարգսյանի օրոք, որը հնարավորություն ա տվել մի հատ մեծ ամբողջ ինստիտուցիոնալ քաղաքական բարեփոխումներ։ Իսկ այսօր այն ինչ որ իրենք անում են, բայց մի րոպե դա մերձեցում չի Եվրամիությանը, դա Հայաստանի հակառուսաստան դառնալու process-ը։ Սեպան ձեր օրոքա, այդ շատ լավ հիշում եմ, բայց ինչու չընտրեցիք ասոցիացումը։ Հիմա նորից ես հետ եմ գալիս, որովհետև դուք ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցել եք։ Այո, մենք հետո ընտրել եք մաքսային միությունը։ Մենք տեսեք, ախր Ռուսաստանը 13 թվին չի դառել մեր դաշնակից, էլի։ Մենք ՀԱՊԿ անդամ ենք եղել։ Դե հենց ես դա եմ Որովհետև Հայաստանը դա կխանգարեր դաշնակցային հարաբերություններին։ Բայց ինչի ընտրենք են, որովհետև մեր տնտեսությունը կախված է ընդեղից եւ Բա ինչ եք բանակցում։ Բանակցում ենք, ասեցինք ինչի շուրջ, տեսանք ինչ է սեպայի շուրջ։ Չէ, միջև սեպան ասոցիացիումը բայց այդ նույն փաստաթուղթն է, չէ՞ մոտավորապես։ Չէ, նույնը չէր։ Մոտավորապես նույնն էր, գլխավոր կետերը նույնն էր։ Եվ բանակցեցինք սեպանը ստորագրեցինք։ Եվրոպայից մենք ստանալու ունենք ինչ։ Գլխավոր բանը ինձ սпасելիք օրինակ։ Դե անվտանգային բնականաբար չունեք ստանալիք։ Բա ոնց կարելի է դու լնես
անվտանգային մի բլոկում, տնտեսական այլ բլոկում։ Կարաս լինես Եվրամիության անդամ, բայց լինես ՀԱՊԿ-ի անդամ։ Չես կարող լինես, չէ՞։ Այնտեղ Ռուսաստանից էլ են անդադասում, Դե որ չէ։ այդ հիմա են Նիկոլյանց ասում, մեզ չէին ասում, որովհետև շատ լավ հասկանում են, որ մենք խաղեր չենք տալի։ Մեր համար Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները այլընտրանք չուներ։ Եվ մենք ասել ենք, Հայաստանը Ռուսաստանից ավելի բոլոր խնդիրներով հանդերձ ավելի արդյունավետ դաշնակից չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ տեսանելի ապագայում։ Եվ այդ տնտեսական օգուտները, որ ստանում էր Հայաստանը եւ մինչեւ հիմա դեռ ստանում է, դա կապված է հենց Հայաստանի Եվրասիական տնտեսական միություն անդամակցերի Սերժ Սարգսյանի որոշումով, որից այդպես դեռ կանչել է Նիկոլ Փաշինյանը։ Բա որ Եվրոպա կանչում է, ինչ ասես իրան ասում է, մեկը միթե դու բան ասում, հելնում է միտինգ անում։ Բայց պաշտոնյա չմնաց Ռուսաստանում, որ իրան ասի կամ Եվրասիական կամ ԵՄ-ը։ Ինչ ասում, այո, ԵՄ դավայ գնացեք հաջողություն։ Այն էլ Նիկոլ Փաշինյանը։ Դա գիտի, որ որովհետև կարճացավ, նշանակում է, որ ժամանակը ցույց տվեց, որ մեր Եվրասիական տնտեսական միության անդամակցելու հանրապետականի ու նախագահ Սարգսյանի որոշումը այլընտրանք չուներ։ Դրանից հետո Ստեփան թեև կնքվեց, բայց ինչպիսին եղավ Եվրամիության վերաբերմունքը ձեր իշխանության հանդեպ։ Այդ որ ասում եք մանրադիտակով հետևում էին, դրանից հետո սկսեցին հետևել։ Եվրամիության 28 երկրները վավերացրեցին Ստեփան։ Չէ, այդ իրավականը մի կողմ, վերաբերմունքի առումով եմ ասում, որ ասում եք մանրադիտակով, եթե նույնիսկ բարձախոսը 2 անգամ անջատեի այնտեղից նկատողությունը գալիս էր, դրանից հետո էր այդ վերաբերմունքը։ Մշտապես դուք տեսել եք, որ մեր իշխանության տարիներին այդ միջազգային կառույցները, NGO-ները, հայկականի բրդե իրավապաշտպան, որ հիմա բերանները ջուր են առել, որ 100 տասնյակ բանտարկյալներ կան, ոչ մեկի մասին չեն խոսում։ Անուններ չտամ, իզնից լավ գիտեք, էլի սուտի ժողովրդավարության ջատագովները, որ մի հատ ոստիկան կարող է մեկին դաժե բանավոր նկատողություն արել, գորգորային հիմա օրը ցերեկով տփեն մարդ քաղաքացին, ոչ մեկ կին բռնեն, կապ չունի, մեկը ծպտուն չի անում։ Միշտ էլ եղել է այդ վերաբերմունքը։ Կրկնում եմ, մենք Հայաստանակենտրոն ենք եղել ու կանք։ Մենք Հայաստանի անկախության հռչակագրի ջատագով կուսակցություն ենք։ Հանրապետական կուսակցությունը ծնունդը անկախական շարժման։ Աշոտ Նավասարդյան, Անդրանիկ Մարգարյան, Ռազմիկ Զորաբյան, Վազգեն Ղարախանյան։ Եվ դրա հաջորդ փուլը արդեն Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Հանրապետական կուսակցություն ամբողջ պատմություն, դա սկզբում պայքարը Հայաստանի անկախության վերանվաճելու համար, հետո Արցախի հայկականության, հետո անկախ պետականության համար։ 18 թվականին բոլոր խնդիրներով հանդերձ դա մեր պատմությունը։ Պարոն Շարմազանով, 18 թվականին տեղի ունեցածը ներքինից զատ, հա, արտաքին աջակցությունը, ես նկատի ունեմ այդ հեղափոխության դրա գնահատականները ձեր կատարած ընտրության արևմուտքից ես նկատի ունեմ գինը դա էր։ Ես նախ ասեմ միայն արևմուտքը չէ, նշ է որ Ռուսաստանում չկային շրջանակներ, որոնք շահագրգռված չէին։ Եվ մենք տեսել ենք, որ ռուսական կապիտալով ընկերություններն էլ են փողոցում։ Աշխատակիցները բոլորը մասնակցում էին։ Բայց այսինքն երկու կողմն էլ ուզում էին, որ դուք հեռանաք։ Չեմ կարծում, որ ուզում էին, չեմ կարող ասել, որ ուզում էին, որ թույլ իշխանություն լինենք։ Իրենցից կախված միգուցե։ Դուք լինեիք, թե փոխվեր Գարթույլը։ Նկատի ունեմ ձեզ հետ։ Ես իրանց մտքերը չեմ, ես կարող ասեմ իրանց ծրագրամա մաքսիմում փորձել են ձեզ հետ բանակցել, որ չէ, ես ով եմ այդ բանակցել։ Ձեզ հետ չէ, թեկուզ Սերժ Սարգսյանը, այսինքն ինչ որ ասեն, այ եթե դառնակ այսպիսին, չենք, իրանք չէին կարող Սերժ Սարգսյանին այտենց հարց տան, որովհետև գիտեն, որ Սերժ Սարգսյանը ունի գլխավոր խնդիր։ Արցախի կարմիր գիծ։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Լուկաշենկո Սերժ Սարգսյանի բանը նայեք, էլի, հիշեցնեմ ձեզ։ Այն միլիարդների։ Այո, ասում 5 միլիարդ, ասես ես քեզ 6 միլիարդ եմ տալի, կգնաս Ալիևին կտաս։ Յան տվեք Արցախից։ Այս ազգը 100 տարի հետո նոր ես լուրջ եմ ասում։ Ապագա պատմաբանները կլինեն, կգրեն։ Հիմա ոնց որ մենք զարմանում ենք, ասում ենք Արշակ թագավորը գնաց էս արեց, մի թագավորն էս արեց, էս մի Զաքարե Զաքայանն էս արեց, Իվանեն էս արեց, չգիտեմ, էս մի Դավիթ Բեկը էս արեց, Արցախի մելիքները, սա Իսրայել օրին, սա բա դրանից ենկոմ կամ արտավազ թագավոր գնաց Կլեոպատրայի մոտ չկզած։ Այդ բաները տենց են, բարձ բան։ Սա միայն ազգային հպարտություն ու արժանապատվության բան է։ Իրանք Սերժ Սարգսյանին չէին ճանաչում, չէին կարող Սերժ Սարգսյանի նման առաջարկ անեն։ Դե բոլորը գիտեն, որ Սերժ Սարգսյանի կարմիր գիծը Ղարաբաղի ինքնորոշումն է եւ Ղարաբաղի հայկական լինելն է։
Իսկ այնտեղ ամեն մեկը կարող ուզում էր, ամեն մեկը միգուցե ուզում էր բան աներ։ Իրա շահերը տեսնել այդտեղ։ Թույլ իշխանություն ունենալու նպատակը ո՞րն էր։ Օրինակ Արցախի հարցը փակելը, լուծելն էր։ Ո՞րն էր։ Բոլտոնն ասեց։ Ասեց Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմական ազգային գաղափարներից։ Նոր մոդել։ Այսինքն Արցախի հայկականությունից հրաժարում, ցեղասպանության միջազգային ճանաչումից ըստ իս էլի հրաժարում, եկեղեցի բացառիկությունից հրաժարում, ավանդական ինստիտուտներից հրաժարում եւ շատ կարեւոր է այստեղ նաեւ հայ-ռուսական դաշնակից հրաժարում։ Ռուսաստանում դա չգիտակցեցին։ Ռուսաստանում էլ միգուցե ոչ բոլոր, բայց շրջանակներ կային, որ մտածում են, որ Սերժ Սարգսյանը չլինի, իրան կարողա բերեն իրանց քիմքին ավելի հաճելի մարդու։ Եվ իսկ սկզբում լավ էլ Նիկոլի հետ աշխատում էին ջանջիգյալ։ Այն սկզբնական փուլում ավարտել։ Վերջը իրենք բերեցին Արևմուտքը, պարոն Շարմազանով։ Ես կարծում եմ հիմնական այնտեղ Ալիևին որ լսես ինքը, Ալիևն ասում է, Ալիևը հարցազրույց ա տվել, ասලා Սերժ Սարգսյանի իր ռեժիմին հաղթելու մեջ մենք մեր լուման ունեցել ենք։ Հիմա երկու անգամ Ալիևը հայտարարություն արել, ստեղից էլ չեն հետքել, չգիտեմ։ Ես կարծում եմ Սերժ Սարգսյանի 18 թվականի մերժման օպերացիայի հիմքում ընկած են ըստ իս առաջինը արևմտաթուրքական որոշ շրջանակներ գլոբալ առումով էլի այդ ոճում եւ եղել է նաեւ միգուցե նաեւ եղել է նաեւ որոշ ռուսական շրջանակներ ես չեմ բացառում չեմ ասում վերևը բայց տարբեր շրջանակներ հիմա սա է եղել իսկ իրանց նպատակը որն է եղել Բոլտոնն ասել է իրանց նպատակը որն է եղել իսկ հիմնական շրջանում Նիկոլ Փաշինյանը լավ էլ աշխատում էր Ռուսաստանի հետ առնվազն ես լավ հիշում եմ որ Կալաշնիկով կար այն ժամանակ կարծեմ հիմա էլ է Պետդումայի Հանձնաժողովի նախագահ ՆԱՊ-ի հարցերով եկել էր այդ օրերին Հայաստանում էր հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ ֆրակցիայով ֆրակցիաների հետ հանդիպեց բայց նպատակը Նիկոլի հետ հանդիպելն էր հետո երբ որ իմ հետ էր հանդիպում ինձ հիացական ասում եք Նիկոլը բանա ինչ էիք ասել չէ դրանք ասում են հապկի չէինք ասել եվրասիական ու հապկին ինքը դեմ չէր բայց ասում են հապկին դեմ է եվրասիական հոդվածներ էլ ունեն ինչ այսօր երկխմբակցությունը ինչ էր հենց բայց ասում էին էս այնա ինքը ասես հապկում պետք է մնամ եվրասիականում մնամ հայ-ռուսական հարաբերությունները պետք է սիրա զորք ուղարկեմ եւ այլն դեռ մեզ ասում է հիացած են այդ ժամանակ իրենք Եվ նես չի որ ըստե պրոստը պրաշ չի տալիս էլի հետ էր բայց այս վերջը ձեր հարցազրույցներից մեկը նայում էի ասում եք էլի կաշխատեն իրար հետ էլի կմնա դուրս չի գա Նիկոլ Փաշինյանը այդ կառույցներից որ ասում է Ռուսաստանը էլի կընդունի Նիկոլ Փաշինյանին ինչի չի ընդունել հեչ դե հենց դա եմ հարցնում էլի ձեր գնահատականով նորից կընդունեն նորից իմ գնահատականը հետեւյալն է ասում եմ տառապանքս փորձ ունի 26 տարվա քաղաքական գործիչ եմ ակտիվ 26 տարվա քայոր դարել Ես մի բան եմ տեսել, որ քաղաքականության մեջ մի բան կա, շահեր։ Սիրել, միրել, բան, շահեր։ Այս շահերը ոնց կհամակնեն։ Ինչ իմանա։ Հիմա Ռուսաստանով էլ ես էլ եմ ասում, ես լինելով հայ-ռուսական հարաբերությունների գրակրագով, ես էլ իրանցել եմ հիասթափված։ Ալիևի ելույթը լսեցիք։ Այս վերջի Շուշի։ Այո։ Բայց մի ծպտուն լսել եք Ռուսաստանից։ Չէ, Պեսկովը ասել է, ասում է, ճիշտ է, մեզ համար ընդունելի չի, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է Ադրբեջանի հետ համագործակցենք։ Իսկ մի սա դնենք մի կողմ։ Բայց Հայաստանի դեպքում Այդ եմ ասում։ Հիմա ես Նիկոլ Փաշինյանի փաստաբանը չեմ։ Իսկ ինձ շատ Նիկոլ Փաշինյանի քննադատող չկա։ Բայց այդ ոնց ալնում, որ ԿՊ-ն Նիկոլ Փաշինյանը Հայաստանի իշխանությունից որևիցե մեկը, եթե մի հատ որը նաև ես եմ քննադատել, էլի, իրանց այդ քաղաքականությունը արտաքին։ Բայց ոնց ալնում, որ ստեղից Թեկուզ ժամանակին Ալեն Սիմոնյանը, ես իմ խնդիրն է, պետական մարդ եմ։ Երբ որ մի հատ հակառուսական կամ Ռուսաստանի քիմքին ոչ հաճելի բան անում, Ռուսաստանում ավերջուկը խոսում է, Զախարովան խոսում է, ով ասես խոսում է։ Հա, դրա 5%-ն կարող է չասեն, չէ՞։ Ու դնում են կամ ըստե կամ ընդե։ 2022-ի փետրվարի 22-ից 23-ին Ռուսաստանն ու Ադրբեջանը կնքեցին դաշնակցության մեմորանդում Մեմորանդում о союзничестве, даже декларация, հռչակագիր։ Փաստացի Ռուսաստանն ու Ադրբեջանը դարձան դաշնակիցներ։ Ոնց է լինում, որ դաշնակից Ալիևը համարում է, որ իր դաշնակից Պուտինի գլխավորած Ռուսաստանը օկուպացրել է
Ուկրաինայի տարածքը։ Այսինքն դաշնակիցը դաշնակցին անվանում է օկուպանտ, ու Ռուսաստանի քաղաքական վերնախավը լռում է։ Հիմա որ դրա 5%-ը Հայաստանից որևէ պաշտոնյա կամ ընդդիմադիր ասեր։ Ինչ կանեին։ Աղմուկ, աղաղա։ Ինչ աղմուկ։ Ես ասում եմ մարդ, որը հայ-ռուսական դաշնակցության կողմնակից է։ Բայց այդ կրկնակի ստանդարտները ինչ կարելի է Զևսին, չի կարելի Եզին, այդ հռոմեական հունական շրջանից որ գալիս են։ Դա զզվելի է, որ նաև 21-րդ դարում կա, էլի։ Ինչ վերաբերում է այսօրվա վիճակին։ Միշուստինի եւ բանի Նիկոլ Փաշինյանի հանդիպումից ես ի բան հասկացա, որ ինքը պատրաստ է Ռուսաստանի կառավարությունը ապագա Հայաստանի կառավարության հետ աշխատել։ Հա։ Հա, բայց ընդդիմադիր շրջաններ կան, ասում են, բայց տեսակ չշնորհավորեց։ Ինչ անենք։ Դե ուղղակի ասեց մենք իրար հետ կաշխատենք, բայց չի ընդունում էս իշխանությունը։ Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերությունը այլևս էլ նույնը չեն լինելու։ Նիկոլ Փաշինյանը երկու քայլ Ռուսաստանից տենկոմա դնում, մի կողմ դեպի Ռուսաստան։ Ակնհայտ է, որ բոլորն են հասկանում եւ Ռուսաստանում եւ Հայաստանը, որ այն հարաբերությունների խորությունը, այն դաշնակցային բովանդակությունը, որ եղել է, հիմա էլ չի լինելու։ Առնվազն հիմա այս շրջանում այս հայոց կառավարության դեպքում սա փաստ է, որը դու չես կարող հաշվի չնստես։ Էսա։ Եվ Նիկոլ Փաշինյանին իսկ թվում է պահում է առաջինը դա Եվրասիական տնտեսական միությունը, հիմա նա 4-ի երկու տարբեր քեզ ասարկել, հապկում լրիվ բրծել է, սարեցրել է չկա, հիաթմում էլ իրան զեղատալի մնացել է։ Լավ, բայց միջև երբ։ Այս վիճակով չի կարող, չէ, երկար մնալ, հապկում սառեցված, ԵԱՏՄ-ում։ Չի կարող։ Ինչու էս աշխարհում որևէ մեկը գիտի 6 ամիս հետո ինչ արել։ Դե հիմա ամեն օր ասում են հանրաքվե արեք։ Դե մենակ մի հատ աշխարհաքաղաքական է նայի։ Մենք գիտենք Իրանում մի ամիս հետո ինչ անելու։ Չէ, այսօր պայմանագիր ենք ընկել, Տրամպը անոնսից խփեց, մի օրբուզը իրանց ձեռն է, այնտեղ խփում են, պարսիկներն էլ նրանց է խփում, մենք չգիտենք սա ինչ կխորանա, մենք չգիտենք Ուկրաինան մի ամիս, երկու ամիս հետո ինչ անելու, նույն Միացյալ Նահանգները պատրիոտի արտադրման իրավունք է տվել Ուկրաինային, նույն եվրոպական ղեկավարները շատ խիստ են խոսում եւ պատրաստ են Ուկրաինան, ասինքն մենք չգիտենք այս պատերազմները դեռ ինչքան են գնալու։ Եվ մեր խնդիրը պետք է լինի, որպեսզի Հայաստանը չդառնա հերթական թաթերաբեմը։ Ինձ համար ամենագլխավորը Հայաստանի շահն է։ Եվ մեր գլխավոր խնդիրները, նաև ընդդիմադիրները պետք է հասկանան, որ այսօր մեր թիվ 1 խնդիրը ու բացի այս ներքաղաքական իշխանափոխություն բան, նախ եւ առաջ եղածը պահելն է։ Եղածը պահելը։ Պարոն Շարմազանով, հիմա նորից գնանք ներքաղաքական իրադարձություններ, ինչից որ սկսեցինք, հետո հետաքրքիր փոխվեց մեր զրույցի հունը։ Գագիկ Ծառուկյանից սկսեցինք, դուք բնականաբար քննադատեցիք, ասացիք ռեպրեսիաներ եւ այլն։ Այս վերջերս էլի ձեր հարցազրույցներից մեկում տեսա, որ վրդովվեցիք, երբ լրագրողը համեմատականներ անցկացրեց, հա, ժամանակին 15 թվականներ չէ ձեր իշխանության օրոք, երբ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ քաղաքականությունից ձեր ճնշումների, եթե կհամաձայնվեք իմ ձևակերպման հետ, ձեր ճնշումների ներքո։ Վերջերս Հանրային հեռուստաընկերությունը մի ծավալուն ռեպորտաժ էր պատրաստել, տեսել եք ռեպորտաժը։ Այնտեղ գնահատական կա, ասում են, որ այ ձեր իշխանության օրոք 15 թիվն են հիշատակում, եղել են այդ քաղաքական ճնշումները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այսինքն քաղաքական հաշվեհարդար են դա որակում, իսկ հիմա այն ինչ որ տեղի է ունենում, ասում են դա պարզապես ուշացած արդարադատություն էր։ Այս գնահատականները ինչ կարող եք ասել։ Ինչ ասեմ, սա խայտառակ գնահատականն են իրականությունից կտրված։ Մեր ժամանակ եղել է այո, շատ խիստ քաղաքական պայքար, շատ խիստ քաղաքական գնահատական, միգուցե որոշ դեպքերում նաև շատ էմոցիոնալ զգացմունքային քաղաքական գնահատական, բայց մեր իշխանության շրջանում ես չեմ տեսել, որ նման ապօրինի ձևով, անթույլատրելի ձևով, բոլոր նորմերի մի կողմ դնելու ձևով մտնեմ մարդու տուն, մարդը որևէ խոչընդոտ չհանդիսանա քննչական գործողություններ կատարելու մասին համար, նրան շրջափակեն եւ տապալեն գետնին մի 10 հոգով, դա նկարը հանեն եւ մի հատ է ցուցադրեն։ Դες բան եղել է մեր ժամանակ, մենք զենքերով մտել ենք Գագիկ Ծառուկյանի տուն, այո եղել է քաղաքական բախում ընդդիմության եւ իշխանության միջեւ։ Եվ դրա մասին մենք էլ ենք խոսել, Գագիկ Ծառուկյանն էլ է խոսել հետագայում։
Հետագայում Գայք Ծառուկյանը վերադարձել է քաղաքականություն, շարունակել է այդ գործողությունները։ Այդ Ծառուկյանի որ ավարտել ցեմենտի գործարանին արգրավել, այդ որ բիզնեսներն է փակվել, ասիկա մեր ժամանակ այս մարդիկ եկել են, ասես միտինգ էին անում, որ 3000-ից 10000 հոգի աշխատանք չունի։ Ի՞նչն է։ Ես շատ այդ հարցազրույցը մի շատ կարևոր բան եմ ասել։ Այն ինչ որ կատարվել է Ծառուկյանի հետ 15 թվականի մեր իշխանության օրոք եւ այն ինչ որ կատարվում է հիմա, այն մարդիկ, որոնք հավասարության նշան են դնում կամ նույնականացնում են, նույն բանն է, ոնց որ հավասարության նշան դնեն Ապիլյան պատերազմի 400 հեկտարի կորստի եւ Արցախի հայաթափման։ Չէ, մեթոդները տարբեր են, բայց նպատակը ես իմ գնահատականը տվեցի։ Նույնը չէ, այսինքն մարդուն քաղաքական գործին քաղաքականություն ցանել, այսինքն մեկուսացնել քաղաքական հակառակորդին։ Սա լրիվ այլ բան է, սա խնդիրը մենակ Գայք Ծառուկյանի չի։ Ես գամ ձեր առաջի հարցի պատասխանը։ Տարուկես առաջ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել։ Եվ շատ հստակ ասել է, որ Հայաստանում պետք է ռևանշիստական ուժ չլինի։ Ռևանշիստական ուժը նրա է, նա է, ով ասում է Արցախ վերադարձ։ Այո, ովքեր ասում են Արարատը հայկական խորհուրդ ունի։ Ով որ ասում է, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է շարունակվի։ Ով որ ասում է Արևմտյան Ադրբեջան չկա։ Ով որ ասում է այո Շուշին հայկական քաղաք է, բայց դուք այսօր օկուպացված ադրբեջանցիների կողմից, ինչպես ես։ Ով ասում է, որ Արցախը հայոց 10-րդ նահանգն է։ Ով որ ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը իհարկե մեր հայրենիքն է, մեր պետությունն է, մեր սրբության սրբոցն է, բայց մենք ունենք նաև երկրորդ հայկական հանրապետություն Արցախը, որը դուք օկուպացրել եք եւ բոլոր միջազգային նորմերին դեմ գնալով բռնի հայաթափել եք։ Դա ըստ Ալիևի ռևանշիստական ուժը։ Եվ նաև Ծառուկյանը այն մարկանցից մեկն էր կամ առնվազն իր քաղաքական ուժը, որ այդ խնդիրներից խոսում էր։ Հետևաբար ես չեմ կարծում, որ Փաշինյանը բան անելու էլի, սահմանափակվելու է սրանով, ինքը հայտարարել է եւ իր ծրագրով գնալու է։ Նրա նպատակն է, որպեսզի քաղաքական դաշտում չլինեն դերակատարներ, առնվազն խորհրդարանում, առնվազն էլի դերակատարներ, որոնք նրա եւ նրա հովանավորների, որոնք կխոսեն իր բառապաշարով ասեմ, պատմական Հայաստանի նարատիվով։ Դա Հիմա տեսեք, պարոն Շարմազանով, ասում եք հերթը մյուս ընդդիմադիրներին է պետք է գխատվի։ Ես չեմ ասում, Նիկոլն ասում։ Նաև հետևություն եք անում, լավ, բայց այս վերջերս նաև երբ Իվետա Տոնոյանը ասում էր Օլիմպիավանը նույնիսկ սպորտսմեններին հանել են այս միջազգային աղմուկ սկանդալ, ձեր գրառումը ես մի անգամից նկատեցի, գրել եք ինչ միջազգային սկանդալում է, հետաքրքիր առասարակ, ով է դատապարտելու, ասում եք դատապարտելը ձեզ չի հետաքրքրում։ Լավ, բայց սրա այս բանը ասացի, քանի 25 տարվա քաղաքական գործիչ եք, պարոն Շարմազանով, 25 տարվա ձեր փորձը։ Կարելի է 30-ել հաշվեն, եթե հաշվեն, որ 96 թվականին Տեր-Պետրոսյանի իշխանության դեմ նախագահական նստավայրում հացադուլ եմ արել ուսանող ընկերների հետ, բայց ավելի շատ ուսանողական հասարակական գործունեություն։ Էական չի, թող լինենք 5 տարվա։ Հարցը դա չի, ասեմ, բա ի՞նչն եմ այդպես սխալ ասել։ Չէ, պարոն Շարմազանով, սխալ չեք ասել, ես համաձայն եմ ձեզ հետ, բայց 25 տարվա, ասում եք, քաղաքականության մեջ եք փորձ ունեք։ Հիմա այդ ձեր տարիների փորձը հաշվի առնելով, սրա լուծումը ո՞րն է, որովհետև ես ինքս երբ ընդդիմադիրներին հարց եմ տալիս, ասում եմ, նստել սպասում եք ձեր հերթին, իրենք ինձ հարցում են, ասում են, լավ, բա ինչ անենք։ Ոչ են գնալու օրենքի տարին հակառակ տարին ներողություն գործողություններ անել։ Հիմա լուծումը ո՞րն է։ Անկախ նրանից 25 տարի ես քաղաքականության մեջ 50 թե 5 կան դասակարգային ճշմարտություններ, որոնք բոլորի համար նույնն են։ Իշխանապողության մի քանի ճանապարհ կա։ Առաջին ընտրություններ, երկրորդը վարչապետին անվստահություն հայտնել, եւ երրորդը վարչապետի ինքնական հրաժարական։ Հիմա ընտրությունների մասին մենք մեր կարծիքն ասել ենք, կային ուժեր, որոնք միամտաբար կարծում էին, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում հավասար պայմաններ լինելու, կալանավորում չի լինելու, ձերբակալություններ չի լինելու, սև PR չի լինելու եւ իրանք հաղթելու են։ Դժբախտաբար այդպես չեղավ։ Հիմա իրանք էլ են երևի իրականության մեջ գտնվում։ Վարչապետին անվստահություն հայտնելը այս փուլում կարծեմ մինչեւ մի տարի չեն կարող։ Մնում է փողոցը։ Մնում է այն երրորդը ձեր ասած, որ Փաշինյանի ինքնական Չէ, մնում է փողոցը։ Այդ ամեն ինչը պալիբոմը պետք է լինի փողոցը, բայց փողոցը մեկ խնդիր էլ կա։ Ամեն
պարտությունից հետո ընդդիմության մարդիկ հիասթափվում են։ Այստեղ մի ուրախացնող հանգամանք կա, որ գնալով հակա իշխանական քաղաքացիների քանակը ոչ թե նվազում, այլ ավելանում է, եւ այս ընտրությունները եւս ցույց տվեցին։ Այսինքն, եթե 21 թվականին ընդդիմությունը ուներ միասին 29+7 35 թե 34 35 մանդատ, ապա հիմա ընդդիմությունն ունի 29+12 Հայաստան դաշինքը։ Այսինքն տեսեք, քանի 41 մանդատ, այսինքն 6-7 մանդատ ավել։ Ու եթե այն ժամանակ ուներ Նիկոլ Փաշինյանը համադրական մեծամասնություն, հիմա չունի։ Նույնիսկ այս ահռելի ռեպրեսիաների, անասելի մթնոլորտի, արևմուտքի այս անասելի օժանդակության պայմաններում եւ Նիկոլ Փաշինյանի ամենաթողության ինչ ուզում անում է պայմաններում ակնհայտ է, որ անկախ նրանից ով անդիմության առաջնորդը, այդ անդիմադիր զանգվածը կա։ Հիմա տեսնենք։ Բայց խնդիրն է, որ այդ անդիմադիր զանգվածը դուրս չի գալիս փողոց, այսինքն ընտրության հրավիրել իրանց փողոց։ Դե քանի շարժում եղավ։ Չէ, մի րոպե, օրինակ այս ընտրություններից հետո ով է հրավիրել։ Չէ, այս անգամ չեն հրավիրել։ Դե դա, ընտրությունները ես իմ մոտ այնպեսի տպավորություն էր, որ ընտրության գիշերը, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը թողեց գնացքում Փաշինյանը ինքը իրան արդեն հայտարարեց, որ ինքը հաղթել է, այդ ժամանակաշրջանում գոնե մինչև համադրական դատարանի բողոքարկելու այդ փուլը կարելի էր գեներացնել փողոց։ Ես չեմ ասում Նիկոլ Փաշինյանը վեճերը հավաքելու էր գնալու էր, բայց ես որպես փորձառու նախկին իշխանության ներկայացուցիչ ասեմ, որ մի բան է, երբ որ փողոցը եռում է, փողոցը ակտիվ է, իշխանությունը դիսկոմֆորտի մեջ է, երբ որ այսօս այս փողոցը կոմֆորտի մեջ է, բարթավառ են անում, կաֆեները լիքը բան ուտում խմում քեֆ են անում, իշխանությունը կոմֆորտի մեջ է, Նիկոլներ գնում է խուստը բարձրանում, արձակուրդ է, մի օր խուստը բարձրանում, մի օր գրադարան է գնում, մի օր սառը ջուր է խմում, մարդը կյանքը վայելում է։ Այսինքն բա ո՞ւմ մեղադրի սովորական քաղաքացին, բանին, օպերատորին, չէ։ Ո՞վ է սպասումներ առաջացրել։ Մեր դժբախտությունները, մեր սխալ սպասումները, ես սպասում չեմ ունեցել։ Որտեւ ես քաղաքական գորի ես տեսել եմ ինչ անելու։ Մենք դեռ ապրիլի 4-ին մեր ապրիլի 4-ին մեր համագումարում մենք հայտարարենք, որ ընտրություններն արդեն կեղծվում են։ Որտեւ չի կարա ընդդիմության գլխավոր առաջնորդը տնային կալանքի մեջ լինի ու այդ ընտրությունները լինեն հավասար պայմաններով։ Չի կարա տես բաներ լինի։ Այդ որ ասում եք մենք մեր համագումարում հայտարարեցինք, դա հենց այն համագումարի մասնախոսքը, երբ հայտարարեցիք, որ դուք չեք մասնակցել ընտրություններին։ Այդ մի համագումարն ա եղել, հենց դա եղել, բա։ Մենք ուրիշ համագումար չենք ունեցել։ Լավ, իսկ որոշեցիք չմասնակցել, որովհետև մտածեցիք կեղծվում են, թե այդ համագումարում էլ շանսերը ցածր գնահատեցիք։ Ոչ այն։ Բա որ որպեսզի ներկա նախքին չլինի առաջինը։ Մենք անցնում ենք ու բոլորը գիտեն։ Բոլոր Նիկոլից սկսած մինչև մեր ընդդիմադիր գործընկերներ, ովքեր որ սոցիոլոգիա արել են լուրջ, գիտեն, որ հանրապետականն ասում էր ու մի բան էլ ավել։ Դա չի քննարկվում։ Բայց ես Սերժ Սարգսյանի բրիֆինգից այլ հիմա բառացի չեմ ցիտի, որովհետև գուցե սխալվեմ, բայց իմ հիշողության մեջ այլ բան է տպավորված, որ նա ասաց մենք մեր հարցումներն ենք անում, եթե զգայինք, որ բարձր է մեր վարկանիշը կմասնակցենք։ Սերժ Սարգսյանը դատարանում շատ հստակ ասեց բառացի մեջբերում են պարոն Սարգսյանին, որ ասեց հանրապետական անցնելու խնդիր չուներ։ Հենց սոցիոլոգիան տվյալները տալիս են, որ մենք անցնում ենք։ 5-6 մանդատից ինքնանպատակին չենք անել։ Բառացի ասել է, որ հանրապետականը անցողի քշեմը կհաղթահարել։ Հա, ուղղակի 5-6 մանդատ։ Խնդիրը ասեմ, մենք ասում եթե ավելի բարձր լիներ վարկանիշը։ Դե իհարկե, եթե ցենք լինի 20 մանդատ, բա դե հիմա տեսեք, խնդիրը ինչի մեջ էր։ Մեր նպատակը որն էր իշխանափոխությունը։ Մենք ընդդիմադիր մեր գործընկերներին ասում էինք, բերեք անենք իմպիչմենտ, այսինքն բոլորս ուժերը համադրենք փողոցային բանով, ու դա չեղավ, ասենք ստրագրությունները դրվեցին, բայց չեղավ, որովհետև որոշակի ընդդիմադիր գործընկերներ կային, որոնք ասում են մենք ընտրություններով կհաղթենք։ Գնում են ընտրության։ Նաև շատերն ասում են, որ ավարտեմ, էլի, ավարտեմ, որ իմպիչմենթում վերջը տվեցին համաձայնություն։ Ավարտը, մենակ ավարտեմ։ Խնդրեմ։ Իմպիչմենտը Անահիտ միայն համաձայնությամբ չի։ Ես մեզ էլ եմ ասում։ Միայն ստորագրություն դնելով չի, էլի։ Ես էլ կարող հիմա ստորագրություն դնեմ, ասեմ ես Նիկոլին դեմ եմ։ Բայց երբ որ պայքարը լինի, հելն եմ գնամ, ռեստորանում նստեմ, ուտեմ, խմեմ կամ գնամ ծով հանգստանամ։ Այդ չեղավ պայքարել։ Հիմա մենք տարբեր բանի մասին ենք խոսում։ Ես խոսում եմ ոչ միայն ստորագրություն դնելու, այլ նաև փողոցը գեներացնելու մասին, որը չի եղել։ Հա, բայց առաջարկել եք չի եղել։ Այո, անցել է, լավ, հիմա դա արդեն անցել է։
Մեղավորներ չպտնենք, ասма պոստի դրակի կուլակամինի մաշուտ։ Գանք ես փուլ։ Նախագահ Սարգսյանը ապրիլի 4-ին ասել է, որ այդ ներկա նախկին այդ թեմաները մեզ շատերն ասում են, որ դուք չլնեք, դուք խանգարում եք, դուք ձեր ռեսուրսը տվեք, դուք օժանդակ եք ընդդիմությանը, ներկա նախկին ալում, դուք որ չլնեք, երրորդ ուժը կգա, այս կլինի, բոլորը էլ լսել եք։ Ասել ենք, օքեյ, ախպեր ջան։ Մենք այդպես չենք կարծում, բայց եթե նախկիններս ենք խանգարում, պրոբլեմ չկա։ Մենք հետ ենք քաշվում։ Ու հետ ենք քաշվել։ Ես չգիտեմ Հայաստանում կա երկրորդ կուսակցություն, որը հանուն ընդհանուր նպատակի տեսփան կանի։ Երկրորդ։ Հա, բայց դա օգնեց ընդհանուր նպատակին ավարտեմ էլի։ Երկրորդ։ Ընդդիմությունը միասնական չէր եւ մեր էլի առանձին գնալը կարող է էլի ջելատեր ընդդիմությունը, իսկ մեր նպատակը դա չէր։ Եվ երրորդը մենք կոչ ենք արել ընտրություններին գնան, որ գնան։ Ես մեր կուսակցությունը շատ բարդ որոշում ա կայացա, 2.5 ամիս մենք քննարկել ենք, հունվարից մինչև մարտ։ Մարտի կեսեր։ Եվ այնտեղ գրեթե հավասար էր ցեները։ Այսինքն նես չի եղել, որ բոլորը կողմ են եղել ընտրության չգնալ։ Բոլոր մեկը ես կողմ եմ եղել ընտրության գնալ։ Բայց նես չի որ այդ որոշումը ինչ որ բաներ ելնելու էլի։ Այն ժամանակ էլ մասնակցենք, պետք է ասին գնացիք, փոշի ասեցիք կամ սենց արի, բա որ 3-ին հավաքենք, օրինակ եմ ասում։ Դրա համար մեր նպատակը անպայման հանրապետական ֆրակցիա ունենալը չէր էլի։ Հիմա ես սենց որ հետա հայաց նայում եմ Անահիտ ջան, եթե ես պետք է լինեմ պարլամենտում, ու պարլամենտը պետք է անի այն ինչ որ անում է հիմա։ Ոչ օրենք կա, ոչ բան կա, ինչ ուզում անում են։ Չգիտեմ, դրա համար հիմա մեր ընդդիմադիրների գործը շատ բարդ է, բայց միևնույն ժամանակ ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, որոնք քարկոծում են ընդդիմությունը մանդատներ վերցնելու համար։ Դուք հակառակ ասում եք պարտադիր է վերցնել։ Այո, ես ասում շատ ճիշտ է նայ, որ պարտադիր։ Որ հետո հայացով նայում եք, ասում եք անարդյունավետ է։ Կապ չունի, բայց այսօր դեռ չես հաղթել։ Բայց ով ասում ամեն ինչ պետք է լի հիմա։ Եթե սա հայրենիքի համար պայքար է, անկախության համար պայքար է, մեր տեսակի համար պայքար է, ապա այդ պայքարը չի կարողանի հովարային անջատումներով։ Այս փուլում չես հաջողել։ Բայց ինչ անենք, ամեն մեկը գնա իր տան դռները փակի կամ տունը ծախի Հայաստանից գնա։ Իսկ մեր երկիրն է, պետք է պայքարենք։ Պարզապես պայքարը պետք է իմաստավորենք, պետք է խելացի ձևով անենք, պետք է հաշվի առնենք բոլորի սխալները։ Պետք է նայենք աշխարհակաղակական իրավիճակը եւ պետք է սուտ խոստումներ չտանք։ Եվ շատ դրական եմ գնահատում, որ ուժեղ Հայաստանն օրինակ ասում է, որ ընկեր ջան, մենք չենք ուզում հենց այնպես մարդկանց փողոց անենք ու էլի հիասթափեցնենք։ Մի անգամ պետք է դուրս գանք, լավ վերկույրեք, բայց ծրագրով։ Հիմա եթե դու չգիտես ինչ անես, եւ դրա եթե մարդ չգիտի ինչ անի, պետք է ոչինչ չանի։ Եթե ես այս աթոռին նստած եմ, չգիտեմ, աճ կգնա մանդունը կգնեմ, թե ձախ կգնա մանդուն, պետք է աթոռին նստած մնամ մի քանի ժամ, մինչև հասկանամ ինչ պետք է անեմ, նոր քայլ կատարեմ։ Եվ այդ իմաստով ես գտնում եմ, որ այո, մանդատ վերցնելը մանդատը պայքարին վնաս չի, տենց ասեմ, որ ասում եմ իմ բանջարը քո հանճարի վնաս չի, մեծ ընջիվանին։ Հիմա անդիմության մանդատը համաժողովրդական պայքարին վնաս չէ։ Կարելի է մանդատ ունենալ շատ ոչ մի բան չանել, կարելի է մանդատ չունենալ շատ բան անել եւ կարելի է հակառակը։ Եվ մանդատ ունենալ շատ բան անել եւ փողոցը մտնել ոչ մի բան չանել։ Այդ պայքարի մեջ որտեղ է լինելու ՀՀԿ-ն։ Որտեղ եղել է 18-26 թվականներին։ Պայքարի առաջնագծերում։ Այսինքն նայած էլ մի չեմ խորհրդանից դուրս ոնց եք պատկերացնում ձեր աշխատանքը։ Ես 8 տարի խորհրդանից դուրս եմ։ Դե ես կուսակցության մասին եմ ասում։ Ես այդ կուսակցության գործադիր մարմնի անդամ եմ, ինձ եք չէ հրավիրել։ Ուրեմն ասելիք ունեմ, չէ՞ որ կանչել եք։ Չէ, նկատի ունեմ շարժումներ, ցույցեր, փողոց։ Տեսեք, մենք մեր ռեսուրսը եւ մեր տեղը շատ ռեալ են գնահատում։ Այսօր ընդդիմություն ունի առաջամարտիկ ուժ, լոկոմոտիվ, դա Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանն է։ Շատ ընդդիմադիրներ խանդով են վերաբերվում կամ չեն ասում, ես ասում եմ։ Ես տենց բարդույթ չունեմ։ Սա է իրականությունը, էլի չէ՞ կա իրականությունից։ Ուժեղ Հայաստանն է եւ մենք երկրորդ ուժը Հայաստան Դաշինքնավորը պարլամենտ ա մտել, լարա լոկոմոտիվ ուժերն իրենք են։ Իրենք պետք է առաջարկենք, կամ ընթացքում կքննարկենք, կտեսնենք, բայց այն որ հանրապետական կուսակցությունը ինչպես այն չի եղել որևէ Անահիտ ջան անդիմադիր շարժում, որտեղ հանրապետականը չի եղել։ Գոնե ես չեմ եղել։ Ես բոլոր շարժումներում եղել եմ։ Ճիշտ է, շատերին նման միկրոֆոն վերցնելու կռիվ չենք տվել, բայց ժողովրդի մեջ փողոցում ենք եղել, նույն ձև բռնվել ենք 20 թվականից հետո առաջի բռնվողը ես եմ եղել պատերազմից հետո։
Նոյեմբերի 11-ին օպերայից առաջին ինձ են բռնել տարել։ Հետո արդեն մնացած մեր ընկերներին։ Այսինքն նես չէ էլի, որ Հիմնաշրջան Արմենը ինչի համար է կալանավորված։ Իր խոսքի համար չի կալանավորված։ Հանրապետականի դիմադիր կեցվածքի համար չի կալանավորված։ Որ հանրապետականը շատերի նման գնար պայմանավորվեր բանաներ, հանրապետականը ոչ չեք տեսնում, մենք ընտրության չենք մասնակցում ուղիղ, բայց Նիկոլ Փաշինյանն ու շատերը դեռ տեսնում են ամենուր փնտրում են հանրապետականի ուրվականը կամ ստվերը։ Պարոն Շարմազանov, հանրապետականի, այսպես ասեմ, էպոխան դեռ վերադառնալու է։ Հանրապետական ինքը գաղափարախոսությունն է նախ եւ առաջ։ Արժեք է գաղափարախոսություն։ Եթե այդ գաղափարախոսությունը վերանա, Հայաստանն էլ կվերանա, որովհետեւ հանրապետականը Հայաստանի անկախության մասին է։ Հանրապետականը Հայաստանի հայկական լինելու մասին է։ Հանրապետականը սեփական երկրին տեր լինելու մասին է։ Հանրապետականը հայ գնահապետից մինչև հավերժություն գնալու մասին է։ Հանրապետականը պատմությունը արժևորելու մասին է։ Հանրապետականը սեփական հերոսականը գնահատելու մասին է եւ ի վերջո հանրապետականը ամբողջական Հայաստանի մասին է, այլ ոչ թե Հայաստանը պատմականի ու իրականի։ Հիմա եթե այդ գաղափարախոսությունը բրծնի, ուրեմն Հայաստան չլինի, կլինի Էրմենիստան։ Գաղափարախոսությունը մնա Բաքոսակցության վարկանիշը։ Կուսակցությունը միշտ օրինակ նորից լինեք առաջի ջութակը, ինչպես ասացիք։ Իմ համար դա երկրորդական է, հավատացեք։ Հավատացեք, որովհետեւ ես գաղափարի մարդ եմ, համար գաղափարն է կարևոր։ Բայց չեք ուզի օրինակ լինեք իշխանության ձեր գաղափարները իրագործել։ Քաղաքականությունը պայքար է, չէ՞, պարոն Շարմազանov։ Սավատան, ես պետք է ռեալ նայեմ։ Այսօր մենք ռեալ ապագայում հնարավորություն չկա, ես չեմ տեսնում, որ ես կնեմ իշխանություն։ Խոսում, ասում եք կվերադառնա է ձեր վարկանիշը հանրապետական։ Ես հասկանում եմ ինչ ես ասում, բայց ես ավելի կարևոր բան եմ ասում։ Ասեմ կուսակցությունը միջոց է։ Գարեգին Նեժդերն ասում է, կուսակցությանս հետ, բայց ազգիս համար։ Եթե այդ կուսակցությունը չի ծառայելու ազգի, հայրենիքի, պետության նպատակներին, ու կուսակցությունը գռոշ է։ Իմ համար նպատակ չի հանրապետականի, կներեք իմ հանրապետական ընկերներից ներողություն եմ խնդրում, կարող է շատերը այդպես չմտածեն։ Իմ համար նպատակ չի լավին վրա ասեմ, իմ ԱԺ փոխնախագահ կամ չգիտեմ նախարար լինելը։ Իմ համար նպատակը այն արժեքներին, որովին ես ծառայել եմ 25-26 տարի, ես ծառայել եմ։ Ես որևէ գործողում չի եղել, որ գլուխ պահած լինեմ։ Ես ամեն գործողումից գոնե մի փոքր բան եմ բերել։ Արդյունք եմ բերել Հայաստանի համար։ Ես 4-5 երկրում ցեղասպանության միջազգային ճանաչման եմ օժանդակել։ Ես ադրբեջանցիներին ցույց չեմ տվել, որպեսզի նրանք երկու իմ ընկերների հետ հանրապետական եւ ոչ միայն, որպեսզի նրանք կարողանան ԵԽԽՎ-ում մասկացնեն հակաարցախյան ռեզոլյուցիա։ Դա մի օրվա բան չի եղել։ Ես աշխարհի 8-9 երկրում Ճապոնիայից մինչև Հունաստան ցեղասպանության ցուցադրություն եմ կազմակերպել էքսպոզիցիաների, դա հեշտ է եղել եւ ամեն տեղ որտեղ ես եմ եղել, Ադրբեջանի եւ Թուրքիայի դեսպանությունները կամ պարլամենտական ներկայացուցիչները անհանգիստ են եղել։ Ես Թուրքիայում 18 թվականին խոսել եմ հայոց ցեղասպանության ճանաչումից, դատապարտումից, նայելով Թուրքիայի ազգային ժողովի նախագահ Էլդիրի Միրաշկերին եւ Արցախի անկախությունից նայելով Ադրբեջանի ազգային ժողովի նախագահ Ասադովի աշկերին։ Իմ համար դա կարևոր։ Իմ համար գաղափարն է կարևոր։ Իմ համար Հայաստանի անկախությունը, հայկականությունը, հայոց հայրենիքը դրանք բացարձակ արժեք են։ Իսկ կուսակցությունը ինչքան էլ իմը լինի, իրա ցավը տանեմ այդ կուսակցության, դրա մի մասնիկն եմ։ Այդ ամեն ինչի մեջ միջոց է։ Դրա համար եթե ընտրություն կատարեմ, հանրապետականը չլինի, բայց լինի ազգային Հայաստան, թե հանրապետականը լինի իշխանության, բայց կլինի ապազգային Հայաստան, որի չի կարա հանրապետական դեպքում չի կարա ապազգային։ Եթե դա լինի, ավելի լավ է, դա լինի։ Իմ ընկեր Արմեն Աշոտյանը մի շատ լավ բան ասել էլի։ Ինքը ասել է, ես պատրաստ էի հավերժ մերժված մնամ, բայց Արցախը լիներ հայկական։ Հիմա ես էլ Արմեն ջան, նախ ազատություն բոլոր քաղբանտակյալներին ու Արմեն Աշոտյանին, ջան բարևներ։ Եթե ես ընտրություն ունենայի մնալու ապրիլի 23-ի եւ մայիսի 1-ի այդ մղձավանջի, այդ դժողքի մեջ, մեր ընտանիքների համար դա իրոք դժողք է, սև լենտեր, դագաղներ այդ բանը, բայց ունենայինք Արցախ, ես գնախնդրեի լինեմ ապրեմ հավերժ այդ դժողքի մեջ, քան այսօր ես վիճակում եմ, բայց ունենայի պատգամավորական մանդատ։ Զգայուն նոտայով ենք արտում, պարոն Շարմազանov, բայց մի նուրբ, եթե թույլ տաք, նուրբ զգայուն հարցել տամ ու ամփոփենք։
Տեսեք, այս Գագիկ Ծառուկյանի հետ կապված տեսանյութերը երբ հրապարակվեցին, այդ տունը, չգիտեմ, խրտվիլակներ, կենթայիներ եւ այլն, շատերը հիշում էին Մավել Գրիգորյանի հետ տեղի ունեցող դեպքերը, նորից նույն այդ տեսանյութերը, այսպես մոնտաժված, ֆիլմային, այդ վարկաբեկելու փորձեր։ Գիտեք, կարծեմ 3 գրառում էի կարել Մավել Գրիգորյանի մասին, մի հարց իմ մեջ այսպես առաջացավ։ Արդյոք հանրապետական կուսակցությունը չի զղջում, որ այդ պահին կողմ քվեարկեց Մավել Գրիգորյանին անձեռն խելություն Անհայտ հիմա այդ հնարավորությունները ներանելու եք։ Իհ Մավելի պահով վերև դաստված իհանտային իմ խիղճը ամբողջությամբ մաքուր է, ամբողջությամբ։ Նախ այդ քվեարկության ժամանակ ես Հայաստանում ես երկրում չեմ եղել, բայց ու 3 դեմ է։ Բայց ինչքան գիտեմ չէ, դա հրապարակվել է, դա փաստաբանի միջոցով Մավել Գրիգորյանի խնդրանքն ա եղել։ Բացատրենք մի կողմ, ես Սանկտ Պետերբուրգում էի այդ ժամանակ։ Բայց Մավելի պահով գեներալ իմ խիղճը այնքան մաքուր է, երբ որ իրանց ձերբակալեցին, ես եւ իմ 2 պատգամավոր գործընկերների հետ այցելեցի Իրան ԱԱՑ մեկուսարան։ Դեռ Տուշոնկայի թեման չկա, շատը չգիտեն։ Հետո երբ որ արդեն այդ Տուշոնկա մուշոնկա շոուն եղավ, ես չգիտեմ էլի մարտեղել ա թե չէ, բայց գոնե ես հրապարակային չէի մա։ Ես այն քչերից մեկն էի, եթե ոչ եզակին, որ համարձակություն ունեցա իմ նախաձեռնությամբ, այցելեցի Մավելին, ԱԱՑ մեկուսարանում, երբ որ 99% շրջապատի երես էր թեքել, այցելեցի, խոսեցինք, զրուցեցինք, դուրս եկա, ինքը այնտեղ ինձ ասեց, Էդո ջան, Շարմազանով ջան, Շարմազանով էր ինձ ասում, Շարմազանով ջան, խնդրում եմ բոլորին ասա, որ ես դրա հետ կապ չունեմ։ Եվ ես դուրս եկա ազգային ժողովում հաջորդ օրը ճեպազրույց տվեցի, եւ ես դա ասեցի։ Երբ որ ես դա ասեցի, շատերն ասեցին, դու գժվել ես, արախ ես այս բացասական բանի վրա, մի հատ էլ քո վրա բացասական բան վրա, բայց իմ խիղճը հանգիստ է այդտեղ։ Հետո իր վատանալուց մի քանի ժամ առաջ ինքը ինձ էլ զանգեց։ Երեք Դավիթը Մկրտչյան դրա մասին պատմեց։ Շուշիում էր, արդեն 44 օր պատերազմում։ Գիշերը ժամը 3-ը զանգեց, մի 2 ժամ հեռախոսով խոսեցինք։ Հիմա եմ նոր ջոկում, որ կարող է նոր հաջող էր անում, էլի։ Ու ես այնքան հպարտ եմ, այնքան ինձ բան եմ զգում, որ Մանվելի այդ ամեն ինչի մեջ ինձ արժանի տեսել, որ իմ հետ հեռախոսով խոսա։ Ու դա ըստ էության փաստացի իր վերջին զանգերից մեկն էր։ Ինքը մեր կենթանի հերոսն է, բայց սա նոր բան չի։ Նժդեհին էլ ենք մենք դες վերաբերվել, կոմունիստների Նժդեհի մասին զանգեզուր կինո չէին անում։ Հա։ Նժդեհին, որը Սյունիք է պահել։ Եվ ես այդ գրառման մեջ շատ կարևոր բան եմ գրել Նժդեհի խոսքերը, որը վերաբերում է հենց Մավել Գրիգորյանին։ Ասում է ժամը երբեմն բարձրացնում է եւ վատերին, բայց ժամանակը բացառապես արժանավորին։ Հիմա ժամը կարող է այս ապազգայիններին բարձրացնի, բայց ժամանակը բարձրացնելու է Մանվելի, Վազգենի եւ բոլոր մեր ազգային նահատակների։ Այդքանը։ Շնորհակալ եմ ես ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի հետ։ Մենք կհանդիպենք, լավ եղեք։